Բարեօր, The Point-ի սիրելի ունկնդիրներ, դուք հենման կետում եք։ Խոստովանեմ, անցյալ հաղորդմանը ես մի թեթև ինտրիգ էի արել եւ հայտարարել էի, որ մեր հաղորդումը կոչվում է ոչ թե հենման կետ, այլ հատման կետ։ Եվ ստացա բազում զանգեր, մեսենջերով նամակներ, թե ինչու ենք փոխել հաղորդման անունը։ Շնորհակալ եմ բոլոր ուշադիր դիտորդներին։ Հաղորդումը շարունակում է կոչվել հենման կետ։ Եվ հենման կետում մենք այսօր հենվելու ենք Հակոբ Նալբանդի վրա։ Բարեօր։ Բարև ձեզ։ Հակոբ ջան, մեր կյանքը շատ սրընթաց է։ Մենք այսօր բացարձակապես այլ խնդիրներ էինք փորձում արձարծել, բայց ստացվեց այնպես, որ կառավարությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ փաստաթղթերի մի շատ ծավալուն փաթեթ, որին բնականաբար այս մի քանի ժամում մենք չէինք հասցնի ծանոթանալ։ Եվ այնուամենայնիվ այդ հպանցիկ ծանոթացումը, թեկուզ միայն վերնագրերով, թեկուզ միայն փաստաթղթերի պես սահելով, անցնելով, չեք կարծում, որ մենք այնուամենայնիվ ապրել ենք երկակի իրականության մեջ, որովհետև հրապարակային քաղաքականության մակարդակում մեզ նշնչել են, որ ստատուս քվոն հավերժություն է, Լեռնային Ղարաբաղը մերն է, մենք այդ հարցը լուծել ենք, մնում է միայն ճանաչում, իսկ իրականում բանակցվել են բացարձակապես այլ հարցեր։ Ես Տիգնատ Ավյան գկարծեմ, որ 1991 թվականին, որ Հայաստանի Հանրապետություն անկախացավ, Ալմատայի պայմանագրով ամեն ինչ ասված է իրավական շրջանակներում մեջ եւ 30 տարի մենք իզուր դեղը բայկարեցանք, մեր տնտեսությունը քայքայվեցավ։ Ես այո, իր արիթ եղավ մեկ արագ թերթադելու, աչք նետելու, ճիշտ գսեք, ծավալուն է չգրծես խորանալ, բայց ինչ որ նկատեցի Տիգնատ Ավյան, ինչ որ նորություն չկար, շրջաններու փոխանակման մասին էր, իսկապես հիասթափություն էր, որ հատ կամ մենք զոհեր դված ենք եւ բանակցություններում մեջ ոչ մեկ նոր բան չտեսանք Ղարաբաղի ստատուսի մասին, իսկական մենք ինչ որ բան կոնկրետ անկախության մասին, այսինքն Ղարաբաղի իբր ազատ անկախ սուբյեկտ ըլլալու մասին հայկական երկրորդ պետություն լինելու մասին այդ մեկը, երբեք չտեսանք, ուղղակի շատ մեծ հիասթափություն երես ամենան հետաքրքրությամբ այդ դողը կփնտրեի չկտա Տիգնատ Ավյան եւ իսկապես ցավ գսկա որ մենք 30 տարի այդքան զոհեր դված ենք, սերունդներ քայքայված են, մեր տնտեսությունը քայքայված է, քաղց եղած է, մեր դեմոգրաֆիկ աճը փոխված է, տանտաղած է, խանգարված է եւ այսպես փաստաթուղթեր մեր արժեվ ու կան իսկապես շոկ էր ինձ համար։ Գիտեք, շոկը շոկ, բայց ես թե այն ժամանակ գտնվելով լրագրության կենտրոնում, թե հետո արդեն մասնակի հայտնվելով բանակցությունների փուլում, իբրև ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, իսկ ազգային ժողովի նախագահները մշտապես իրենց բոլոր թե արտասահմանյան այցերի ժամանակ, թե Հայաստանի Հանրապետությունում բոլոր հանդիպումներում այդ հարցը անդադ քննարկում էին։ Ես կարող եմ 3 փուլ թերևս հավաստել։ Ամենայն դեպս 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ կար շատ հստակ պնդում, որ ազատագրված տարածքները հանձնվելու են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Այսինքն մենք ունենալու ենք անկախ պետություն, իսկ այդ անկախ պետությունը միանալու է Հայաստանին։ Մենք ունենալու ենք ոչ թե երկու պետություն, այլ ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն 12 մարզով։ Հոկտեմբերի 27-ից հետո իրավիճակը բացարձակապես փոխվեց։ Հոկտեմբերի 27-ից հետո բանակցություններում հայտնվեց Մեղրիի տարբերակը, որին Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դեմ էին, եւ այդ դեմի համար թերևս հատուցեցին իրենց կյանքով։ Եվ 27-ից հետո արդեն բանակցությունների տրամաբանությունը դարձավ խաղաղություն։ Ոչ թե ստատուս քվոն պահպանելը, այլ տարածքների դիմաց խաղաղությունը, իսկ իրականում գործող իշխանությունը տարածքները հանձնելու շուրջ բանակցում էր պահելու համար իր իշխանությունը։ Սա մեկ փուլ, Ռոբերտ Քոչարյանի շրջափուլը։ Այդ ընթացքում քննարկվեց նաև ընդհանուր պետության գաղափարը, քննարկվեց ու մերժվեց։ Սերժ Սարգսյանի օրոք թերևս իրավիճակը ավելի էր սրվել։ Եթե հաշվի առնենք 2016-ի քառորյան, որի ժամանակ բոլորիս ակնհայտ դարձավ, որ
Ադրբեջանի բանակը պատրաստվում է պատերազմի ՆԱՏՕ-ի չափանիշներով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, որ մինչև հոկտեմբերի 27-ը եղել էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, դեռ մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմի խրամատներում։ Դա համենայն դեպս Քարոդյայի ժամանակ ակնհայտ դարձավ։ Եվ այն, որ Ադրբեջանը այլևս չի վարում բանակցություններ, նույնիսկ խաղաղություն տարածքների դիմաց, այլ պահանջում է ամբողջ Արցախը, պահանջում է իր տարածքային ամբողջականության վերականգնում համենայն դեպս ՄԱԿ-ի բանաձևերի հանգույն եւ սուբստանտիվ բանակցությունների կողմնակից է, որտեղ չի քննարկում ոչ ինքնորոշման հարցը, որ բարեհաջող փակել էր Ռոբերտ Քոչարյանը խնդիրը տեղափոխելով տարածքի հարթություն ու Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դուրս թողնելով բանակցություններից, մենք արդեն գործնականում կանգնել էինք պատերազմի նախաշեմին։ Ես ուզում եմ բոլորս գիտակցենք այն դաժան իրականությունը, որ մեր անցած տասնամյակների վարած քաղաքականության, դուք շատ ճշգրիտ նկատեցիք, ժողովրդագրական անկման, բանակի անկման, տնտեսության անկման, խոշոր հաշվով հանրագումարում ինքնիշխանության որոշակի անկման հետևանք էր 2020-ի պատերազմը։ Եվ 2020-ի պատերազմում, ինչպես ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում Ռուսաստանը խաղացել էր բացարձակապես ապակառուցողական դեր, որովհետև իր խնդիրը ոչ թե խաղաղությունն էր տարածաշրջանում, ոչ թե կոնֆլիկտի լուծումն էր, այլ միանգամայն հակառակը կոնֆլիկտի չլուծումը, կոնֆլիկտի շարունակականությունը, որպեսզի կարողանա ապահովել երկու պետությունների վրա իր ազդեցությունը, իր քաղաքական ազդեցությունը, իր տնտեսական ազդեցությունը, ընդհանրապես իր ներկայությունը ապահովի մեր շատ կարևոր առանցքային շրջադարձային համաշխարհային մակարդակով շրջադարձային նշանակություն ունեցող տարածաշրջանում, որը հավաստվեց օգոստոսի 8-ի բանակցություններով տրիպի ծրագրի ներկայացմամբ։ Եվ ես ուզում եմ հերթական անգամ թերևս հաստատել, որ տրիպի ծրագիրը, որը մենք սկսել ենք իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, իր սկզբնավորումը ունեցել է 1999-ի սեպտեմբերի վերջի հոկտեմբերի սկզբին Վազգեն Սարգսյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցով։ Այն ժամանակ է այս ծրագիրը մարմնավորվել, որոշակի համաձայնությունների հուն մտել, եւ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես այլ երկիր էր լինելու, թե տնտեսական, թե քաղաքական, թե տարածաշրջանից դուրս եկող արդեն համաշխարհային քաղաքականության վրա իր ճանապարհների հաղորդակցողիների բերումով ազդող երկիր էր լինելու։ Թե ինչ ենք մենք կորցրել։ Եւ այսօր հրապարակված փաստաթղթերը ցավոք հաստատում են այդ կորուստները։ Ես ուզում եմ, որ մենք այդ փաստաթղթերին այնուամենայնիվ ամենայն ուշադրությամբ վերաբերվելով չֆիքսվենք այդ փաստաթղթերի վրա, որովհետև այն ամեն ինչը, ինչ այդ փաստաթղթերում կա, այլևս անցյալ է։ Այլևս անցյալ է։ Մենք պիտի մտածենք այնպիսի Հայաստանի Հանրապետության մասին կամ Հայաստանի Հանրապետության այնպիսի ապագայի մասին, որ վերադարձնենք նաև մեր կորուստները։ Ես ուզում եմ, որ այսա լինի մեր քաղաքականության, Հայաստանի Հանրապետության իբրև պետության քաղաքականության առանցքը։ Դիգենա Թամյան, գիտեք, Իլհամ Ալիևի եւ Հայդար Ալիևի ադրբեջանները լրիվ դարբեր են։ Այդ ժամանակը Ռուսաստանն ալ ուրիշ էր, Ամերիկան ալ ուրիշ էր, Ռուսաստանը եւ Ելցինի Ռուսաստանը ուրիշ էր, հետո որ Ելցինը Պուտինին հասնեց, մենք չմոռանանք Չեչնիայի պատերազմը, ինչպիսի նեղ իրավիճակի մեջ է Ռուսաստանի քայքայման վախ կար, վերջը գիշեք պետրոլի գիները բարձրացան, տնտեսությունը աճեցավ Ռուսաստանի, աշխարհի մեջ դրամի շատության հանգրվան մգար։ Բաքու Ջեյանը, որ մեր քաղաքականության, արտաքին քաղաքականության ծախողներից մեկն էր, նմուշն է։ Երևանը պետք է լիներ այդ նախագծում, մենք չգիտես ինչու։ Իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանի պես ղեկավար գունենաց, նույնիսկ Իրանը մենք չգրցանք խողովակաշարի մեծ դրամակիցով խողովակաշար, գազի խողովակաշար, բադենք որ մեր պիտի Վրաստանն ալ օգտվեր եւ գնար տրանզիտ ապակային դառնար այդ խողովակաշարը սև ծովի դագով, այսինքն
process-ներ են, բարձ դարիներ էին եւ մենք այդ բարձ դարիներու, այդ ցաներ դարիներու, այդ իշխանություն չունեցող դարիներու, Քոչարյանական, Սերժ Սարգսյանական դարիներու արդյունքն են, որի մինչեւ կաշենք թե Հայաստանի ոչ տնտեսությունը կոլապսից դուրս եկած է, ոչ մեր ժողովրդական հոգեբանության մեջ խորը վերքեր կան, բոլոր այդ դարիներու արդյունքն են Տիկին Աթամյան, հուսամ որ օգոստոսյութեն գիտեք իսկապես մեզ ոնց որ հիվանդի բարձր ճնշման հիվանդի թեղեր, մեր ճնշում իջավ այդ, մեր երազները պիտի նորոգվին, պիտի նոր հորիզոններ բացի մեր աչքերս կհավատամ այդ մեկին։ Մենք երեք օրինակ դուք գսիք 2016-ի Կարորիա պատերազմին մենք երեք եւ մենք ու դուք շատ արժեքավոր հյուր ունեինք ինչքան բացահայտում երեք մեծ հյուրերով բանակի ինչպեսի սպառազինումներու մասին որ ուր էր մեր բանակը ինչպեսի խեյծ վիճակի էր մենք գիտենք բայց որ դու մասնակետի բերնեն գլսես որ հաստատ է գահստատի իսկապես ցավալի է երեք ցավով գլսեի որ մենք ինչպեսի մեզ ինչպես խապած են իրենց գեղձ սկանդալներով Եվ ինչեր կարող էինք ունենալ, որ ունեցանք, որտեղ մեր ամենայն դեպս թե բանակի ղեկավարությունը, թե երկրի ղեկավարությունը անձեռնահաս էր եւ հույսը դնում էր են պարզ իրենց համար դարավոր ճշմարտության վրա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ վերջնական, անմիջական, ամբողջական երաշխավորը Ռուսաստանն է, այնինչ Արդեն 2010 թվականից ակնհայտ էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը եւ այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ոչ միայն անվտանգության երաշխավորը չէ, այլև վտանգի աղբյուր է Հայաստանի Հանրապետության համար։ Գոյության վտանգն է Ռուսաստանը 200 տարի է։ Ես Նախորդ հաղորդմանը ձեզ հետ նախորդ քննարկմանը խոստացել էի, որ մենք մշտապես անդրադառնալու ենք մեծ մերձավոր արևելքի խնդիրներին ու մեծ մերձավոր արևելքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Բայց նախքան մեծ մերձավոր արևելք գնանք, ես ուզում եմ, որ մենք անպայման անդրադառնանք Հռոմի Պապի Թուրքիա այցին։ Իհարկե մի քիչ դժվար է ասել այդ այցը Թուրքիա էր, որովհետև այնուամենայնիվ Հռոմի Պապը 1700 տարի առաջ տեղի ունեցած Նիկեայի վեհաժողովի առիթով էր Թուրքիայում եւ պատահական չի որ ոչ Ստամբուլ գնաց, ոչ Անկարա գնաց Նիկեա հենց։ Իհարկե հիմա այդ քաղաքը բոլորովին այլ անուն ունի, այո, գնաց Նիկեա եւ Նիկեայում իր ամենայն դեպս ելույթը ես կարծում եմ որ դա նաեւ Հռոմի Պապի առաջին Վատիկանից դուրս եկող առաջին այցն էր եւ դա շատ կարեւոր այց էր, շատ կարեւոր ծրագրային դրույթներով։ Ես ուզում եմ որ դուք մի քիչ մանրամասնեք Հռոմի Պապի այցի այդ նշանակությունը, նաեւ անդրադարձը քրիստոնյա աշխարհի, քրիստոնյաների կյանքում։ Ուրեմն ես մինչ այդտեղ հասնել գուզեմ խոսել Տիվանավեդի Մամուլասուլիմա Դրան դեռ կանադանանք վերջում եկեք Ուրեմն տեսեք Հռոմի Պապի Լեո 14-րդի առաջին այցն է ինչպես իսկապես ապրիլ ամսուն ինքը դարձավ Պապ եւ առաջին այցելությունը Թուրքիա եւ Լիբանան ինչու Թուրքիա տեսեք Ֆրանցիսկո Պապը նույնպես ոնց որ գդագած էր որ անբան մի երտած Նիկիա մենք չմոռանանք Նիկիայի դիեզերական առաջին ժողով 325 թվականին որու Հայաստանն էլ մասնակցած էր Գրիգոր Լուսավորիչի գրծեր որդին մասնակցած էր Նիկիայի ժողովի մեջ քրիստոնեության հիմքերը տրվեցան մինչ այդ որ մենք ուսումնասիրենք հռոմեական կամ ինչ որ հունական պատմությունը այդ շրջանին կտեսնենք որ քրիստոնեությունը մոդարավեց 60 աղանդ ունեցած է այդպիսի հիմք էր իսկ Հռոմի Կոստանտին Թագավոր այդ ժամանակ իսկապես վտանգված էր Հռոմի գոյությունը Հռոմ գայսրության ինքը շատ հերադես էր ուզեց Հռոմ մայրաքաղաքը տեղափոխել դեպի ուրիշ տեղ դեպի Բյուզանդիա այսինքն Իստանբուլ այսօրվա եւ բայց ինքը քրիստոնյա չեղավ հիմնական միացման շաղախ է քրիստոնյաները օգտակորես քրիստոնեական գրոնքը, բայց ինքը երբեք քրիստոնյա չեղավ։ Իսկ Կոնստանտին Գայստրի օրով է որ Նիկեայի առաջին դիեզերական ժողովը եղավ, այդտեղ Սուրբ Երրորդության գաղափարը հիմնավորվեցավ, որու վերջը հաջորդեց Կագետոնի ժողովը երկջուղումներ կան, բայց արդեն քրիստոնեության հիմնական հիմքը տրված էր այնտեղ։ Իսկ տեսեք հետո 1044-ին աֆորիզմ ապան հայդարարեց, ասենք անիծեցին իրար, թե ուղղափառ եկեղեցին, թե կաթոլիկ եկեղեցին, մինչև երկար դարիներ, մինչև 1067 Երուսաղեմի մեջ պատմական հանդիպում եղավ Հռոմի Պապի եւ Կոնստանտինոպոլսու պատրիարքի մեջ, եւ այդ օրեն ի վեր, այդ օրեն մեջ արդեն քայլերը արակացան քայլերը, մերձեցման քայլերը հիմնական արժեքը Նիկեա
Տուրքիայի արարողության, որ մերձացում եղավ, իսկապես շատ կարևոր է քրիստոնեական եկեղեցու համար շատ մեծ արժեք է, որ ուղղափառ եկեղեցու, հայկական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու բոլոր ղեկավարները հոգեվոր տասը այնտեղ էր, դեսեք հետաքրքրական է, գիտեք քրիստոնեություն 3 հիմնական դեղ գետրոններ ունի՝ Անդիոքը, Ալեքսանդրիան եւ Կոստանդնուպոլիս եւ Հռոմը։ Հռոմեն մարդ ներկա էր փապը, իսկ Բոլսեն անշուշտ Բարտելոմեյուն գար, Բադրիակը, իսկ ամենահետաքրքրականը Ռիգինա Տամյան, մենք գուզեմ ռուսական ֆակտորի մասին խոսել։ Ալեքսանդրիայի Բադրիակն էր Կպտի թվանի եկեղեցու։ Դեսեք Ռուսաստանը մենք միշտ մեր շեշտը դրած ենք Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի վրա, Ռոմինիայի վրա, բայց մենք կմոռանանք, որ Ռուսաստանը մեծ չանկեր կորզատեց, որ աֆրիկական աշխարհ մուտք գործե ուղղափառական Ալեքսանդրիայի դռնով։ Դեղ շատ մեծ երկիրներ կան, Եթովպիայից երկիր կա, Եգիպտոսի մեջ 10 միլիոնի չափ կպտիներ կան, բայց իզուր գնաց։ Մինչ այդ ռուսական եկեղեցին ոչ ներկայացի չկար, մենք չմոռանանք, որ ինչպեսի խիզախություն ցուցաբերեց ուկրաինական եկեղեցին 2018-ին անչափվեցավ ուղղակի հերասավ ռուսական եկեղեցին։ Հիմա Նիկիայի ժողովի մասին է, իսկ ավելի խորը ես դեսեք հետո գնաց անշուշտ հայոց պատրիարքարան, շատ կարևոր ուղերձներ կան, այո, խոսենք Մաշալյանի երևույթի մասին, հետո ամենը գավրացեք Թուրքիա 1925-ին ի վեր փապերը միշտ առաջարկներ ուղարկած են Թուրքիայի ղեկավարություններին, որ երթան Նիկիա, Իզնիկ, այսօրվա Իզնիկը, որը կգտնվի Բուրսա քաղաքի մոտ, մոտավորապես եւ այնտեղ արարողություն կդարեն։ Իսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք միշտ վտանգ կտեսներ, որ գվախնար, որ Իզնիկը վերածվի երկրորդ Վատիկանի։ Եվ այդ պատճառով անընդհատ շինձու պատճառաբանություններ կստեղծեին եւ այս երկարացկեցավ մինչեւ 1967-ը յուրաքանչյուր պապ առաջարկ կներ եւ որ երթա Նիկիայի մեջ ինչ-որ արարողություն կդարե շատ սիմվոլիկ է, բայց 1967-ին վերջ է որ միան թույլ սկսան պապերը հերթական այցելեր Թուրքիա, իսկ այստեղ կգարձեն որ չմոռանանք նախագահ Տրամփ վերջերս պաշտոնական մեջ Փայրուն շքախումբով ընդունեց Բարտելոմեյի Բադրիակին սպիտակ դամ մեջ։ Ես կգործեմ Ամերիկայի ջնշումը մեծ է այստեղ, քաղաքական ջնշումը մեծ է։ Գիտեք որ Թուրքիայի մեջ այդ իրենց դպրոցներն Լևոն Պապն էլ է ամերիկացի պապ։ Իհարկե, Լևոն 14-ը ամերիկացի է խորքի մեջ։ Ինչ որ գսվի հայ հատ մեկ եւ չեմ գիտեր ինչքանով ճիշտ է, հայկական ինչ որ արմատներ կա, գսվի, բայց մենք չմոռանանք հիմա Բարտելոմեյի Գերբարի մասին Թուրքիան այդպիսի երկիր է որ բոլոր գալվազները գրավված են իրենց վանքերը փակված են 1970 թվականների վեր իրենք հաջող խոստումներ կունեն հաջող թուրքերը որ այդ վանքերը պիտի բացվին իրենց Հեյբելեադայի այդ վանքը, բայց միշտ կցկցկվի։ Ես հետաքրքրական է Թուրքիան միշտ թիմած ինչ որ կայլ կսպասեն որ արևմտյան Տրակիայի մեջ թուրքական գրոնական դպրոցները բացվին։ Ես կգարձեմ ասում եք պիտի առաքանա նախագահ Տրամփի օրոք, իսկապես նախագահ Տրամփ լուրջ այս հարցի մասին բավական մեծ լոբինգ գրավ, գիտեմ եք չմոռանանք հունական լոբին ինչքան մեծ է Ամերիկայի մեջ, այդ լոբինգի շատ մեծ աստիճանը կա Բարտելոմեյի վրա։ Այսպես գարամ, բայց հետաքրքիրը երկրորդ հանգրվանը որ Լիբանան գնաց պապը, օրինակ պապին գոյակցեին մոտավորապես 100 լրագրողներ դարբեր Լիբանանեն պապը նույնիսկ հետաքրքիր էր հայտարարությունները պապին Լիբանանեն խաղաղության մասին եւ նույն օրերուն մենք չմոռանանք նախագահ Տրամփ առաջին անգամ քնեսեթ որ եկավ Շարմ el-Շեյխ երթալան առաջ ուզեց Նեթանյահուի ներում շնորհվի երկրորդ անգամ ալգար պապի ներկայությամբ չեմ կեր ասենքն ես չեմ հավատար ինչ որ զուգադիպություններու հանգարս նախագահ Հերցոգ հայտարարեց որ շատ հնարավոր է Նեթանյահուի ներում շնորհեն բայց դիմացը Նեթանյահուն պիտի խոստանա որ դուրս մնա քաղաքական process-ները հերանա դեսնենք իսկապես Նեթանյահուի վրա 4-ն ավելի մեծ գործեր կան աշխարհագերության կոռուպցիայի իր վրա իր գնոջ վրա իր շամպայնի այդպես շատ մեծ բաներ հետաքրքրական էր շատ այսինքն իբր քրիստոնեա մեզ համար շատ կարևոր էր ծիրուցան եղած քրիստոնեական
ուժը հավաքել, դեսեք պատմությունը հետ հետաքրքրական է Տիկին Աթամյան, օրինակ դեսեք Կոստանտին Թագավորական Հերադես էր, այդ մեկ քայլով գրծավ հռոմեական գայսրության ցանկը 1000 տարով երկարացնել 447-ին էր որ 476-ին գերմանական ցեղերը եկան եւ Հռոմը դաբալեցին, իսկ Կոստանդնոպոլսո մեջ Բյուզանդիոնը մինչեւ 1453 շարունակեց իր գոյությունը։ Իսկ հետաքրքիրը արաբական աշխարհի մեջ Տիկին Աթամյան ճիշտ հակառակն էր։ Օրինակ Օմայական գայսրությունը, որ Դամասկոսի մեջ ծնունդ տարավ, 90 տարի միան գոյատևեց, իսկ ինքը գիտեք մինչև Հայաստան իշխեցին, մինչև Հայաստան եկան, մոտ 90 տարի 200-300 տարի էր, եթե Աշոտ Երգաթի բանի օրով, իսկ Օմայան գայսրությունը քայքայվեցավ, իսկ արևմուտքի մեջ 700 տարի եւս շարունակեց Անդալուսիայի անվան տակ Իսպանիո մեջ։ Այսինքն հետաքրքրական բաներ կան պատմության մեջ։ Անկեղծ ասած Նիկայի վեհաժողովի մասին ես չգիտեմ ինչի չափազանց շատ գրքեր եմ կարդացել եւ այդ գրքերից ամենից շատ հիշում եմ երկու փաստ, որ Նիկայի վեհաժողովում եպիսկոպոսները անդադ բանավիճում էին, միմյանց հետ ընդհանուր լեզու չէին գտնում, միմյանց չասենք մատնագրեր, բայց ամենայն դեպս կիսահաշվետվություններ էին ուղարկում Կոստանդինոսին, թե սա ասես, նա ասես, ու Կոստանդինոսը հրաշալի քայլ է արել։ Մի ամիս հետո ինքը չէր գալիս, չէր մասնակցում քննարկումներին։ Մի ամիս հետո գալիս է այդ նամակների դրցակով եւ բոլորի ներկայությամբ այդ նամակները գցում է կրակի մեջ առանց չբացած նամակները ու ասում դուք ինքնարտահայտվեցիք, դուք ձեր տեսակետները, ձեր վրթովմունքը, ձեր առաջարկները արել եք, վերջացրել եք, ասում են այո, դե հիմա լսեք ինձ, այսպես է լինելու։ Եվ այլևս որևէ մեկը իրեն չի առարկում, ընդունում են այն տարբերակը հետագա Սուրբ Երրորդության ժամանակ երկու շատ խոշոր աղանդներ կային, որ միմյանց դեմ պայքարում էին, այո, եւ այդ երկու աղանդների միավորման գաղափարների բոլոր հարցերը դնում է իր դիկտատը ու անցնում է իր դիկտատը։ Մարտավարության դիվանագիտության շատ հետաքրքիր տարբերակ է։ Եվ ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ հենց Նիկայի վեհաժողովում ձևակերպվեց այն գաղափարը, որ հայ առաքելական եկեղեցին գրիգորյանական եկեղեցի է, այսինքն մենք որևէ այլ եկեղեցու հետ զուգահեռ չենք, մենք առանձին ենք գրիգորյանական եկեղեցի, Գրիգոր Լուսավորչի անունով, եւ մենք մեր այդ առանձնահատկությունները պահպանել ենք դարերով, բայց ես ուզում եմ ձեզ էլի սադրիչ հարց տալ։ Հիշում եք, չէ՞, Ավետարանում ինչպես ստեղծվեց Ադամը եւ ինչու ստեղծվեց Եվան։ Շատ կարծում եմ հանրահայտ հատված է, որ ընդհանրապես Ավետարանից մեջբերում անելու թերևս անհրաժեշտություն չկա։ Մինագս կա եւ եթե Աստծո կամքն էր, որ կինը եւ տղամարդը լինեն միասին, ինչու ուրեմն նույն դարերի հոլովույթի մեջ հայ առաքելական եկեղեցում Գրիգոր Լուսավորչի, որը ուներ զավակներ եւ զավակը դարձավ իրենից հետո հաջորդ կաթողիկոսին հաջորդեց նրա որդին, այսինքն այդ կուսակրոնության խնդիրը ընդհանրապես չկար։ Արդյոք հետագայում կուսակրոնության պահանջը, կուսակրոնության պարտադրանքը մտցնելով մենք Աստծուն դեմ չգնացինք մեր եկեղեցիով, որտեվ Աստված ասում էր սիրեցեք միմյանց, Աստված ասում էր ճիշտը տղամարդու եւ կնոջ միությունն է։ Բայց մենք ստեղծեցինք ինչ-որ կաղապարված պատկերացումներ, որովհետև կար շատ, ես գտել եմ պատասխանը այդ հարցի, հիմա ուզում եմ ձեր տարբերակն էլ լսել։ Իմ կարծիքով դա ընդհանրապես կառավարության խնդիր էր, իշխելու խնդիր էր, կառավարումի խնդիր էր, որովհետև մտցվում էր մեղքի գաղափարը, պարտադրվում էր որոշակի վարքականոններ եւ եթե դու այդ վարքականոններին չէիր ենթարկվում, դու դուրս էիր դրվում եկեղեցուց։ Այստեղ ես ուզում եմ նաեւ մեկ այլ տարբերակ բերել։ Տեսեք, ինչու խաչվեց Հիսուսը եւ խաչի վրա ինչ եղավ։ Հիսուսը մարդկության մեղքերը քավեց։ Եթե Հիսուսը քավեց մարդկության մեղքերը խաչի վրա, ինչու եկեղեցին դրանից հետո դնում է անverջ այդ մեղքի զգացողությունը,
անվերջ դնում է ապաշխարության անհրաժեշտությունը։ Ինչը ապաշխարենք։ Մենք ժխտում ենք, որ Հիսուսը քավել է մարդկության մեղքերը, որտեղ այստեղ դարձյալ դրվում է մարդուն կառավարելու իշխանության խնդիրը, համակարգ ստեղծելու խնդիրը։ Եկեղեցին առաջնորդվել է աշխարհիկ իշխանության սկզբունքներով։ Պետությունը ոնց է կառավարվում։ Օրենքներ են ստեղծվում, օրենքները չկատարելու դեպքում պատիժներ կան, պատիժները այստեղ դառնում է ապաշխարանք եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեզ երկար պատմությունից հետո ես ձեզ ուզում եմ տալ ընդամենը մեկ հարց։ Ձեր կարծիքով 21-րդ դարում այս նոր տեխնոլոգիաների նոր աշխարհընկալման, ինչու ոչ նաև անվտանգության նոր համակարգերի ձևավորման, արհեստական բանականության, դե ֆակտո նոր աշխարհայացքի ձևավորման պարագայում ինչ իմաստ ունի կարճել այն կաղապարված պատկերացումներից, որ պարտադիր, եթե դու ուզում ես եկեղեցում հասնել բարձրագույն աստիճանի, իսկ դա կաթոլիկների պարագայում պապն է, մեր պարագայում կաթողիկոսն է, այլ պարագաներում պատրիարքն է, եթե դու ուզում ես հասնել դրան, դու պիտի լինես կուսակրոն։ Այն պարագայում, երբ մեր առաջին կաթողիկոսը բացարձակ կուսակրոն է եղել, զավակներ է ունեցել եւ ընդհանրապես լուսավորչի գահը ժառանգական փոխանցումով է, ժառանգաբար է փոխանցվել։ Հիմա իմաստ ունի այդ կուսակրոնության գաղափար, արդյոք դա հնացած պատկերացում, կաղապարված պատկերացում չի հոգևորականի ծառայության վերաբերյալ, որովհետև դու Աստծուն հոգով եթե ծառայում ես, արդյոք Աստված քեզ ասում է ворճակիմ, չամուսնանաս։ Հիմա Դիգնատամյան, գիտեք, գուսագրոնության գաղափարը մեկ բանով գրնանք մենք բացատրել, իրենք ասեն, եթե Հիսուս Քրիստոս գուսագրոն էր, պետք է մենք ալ գուսագրոնը, բայց դուք Հիսուս Քրիստոս չեք։ Վերջագետ, օրինակ փողոքական եկեղեցին այդպիսի խնդրեմ չունի։ Իսլամները այդպիսի խնդիրներ չունեն։ Ընդհանրակը գփարտանա այս մեկը, ասենք իրենց կորն է, ասենք եկեղեցին ինքը պիտի որոշի, ինչպիսի ճանապարհ Մուհամեդ Մարգարեն կին էլ ուներ, զավակներ էլ ուներ։ Իհարկե 100%։ Եվ այդ մեկը շատ շահագործման դրներ կփանա։ Ամեն մարդ ասենք մեղազը Հիսուս Քրիստոս չեք դուք, որ նույնիսկ ասենք ինչ ասեմ, այդքան օրինակ սկանդալային բաներ կան, մենք չմոռանանք Մարիա Մագդաղենացիի մասին բան, այդպիսի բաներ կան կբղդորեն ճուրերը, բայց ես կգարձեմ, որ այս ժամանակաշրջանը, ասենք տեսեք ինչպես կշահագործվի այս մեկը մեր հայկական եկեղեցու մեջ արաքերական, իմիջիայլոց Ռուսաստանի ռուսները հայոց եկեղեցին հայ ուղղափառ եկեղեցի գսեն, իշնորի, ասենք ինոցով գնեն հատ մեկը։ Իսկ մենք արաքերական եկեղեցի ենք։ Դե չմոռանանք, որ ռուսները նաև գնացել էին Ադրբեջան ու այնտեղ Բարդուղիմեոս Առաքյալի, Թաթևոս եւ Բարդուղիմեոս Առաքյալները եղել են Հայաստանում քրիստոնեություն տարածողներ։ Իհարկե, Բայց այնտեղ գնացել էին Բարդուղիմեոս Առաքյալի մասին էին այնպես պատմում, կարծես Բարդուղիմեոս Առաքյալը գնացել է ու Ադրբեջանում է, Ադրբեջանի տարածքում քրիստոնեություն է տարածել, հիմա էլ չգիտեմ ինչ, եթե հիշենք այդքան հին ժամանակներ գնանք, այո, այդպես էլ եղել է, որովհետև Ադրբեջան ընդհանրապես նախագիծ էլ չի եղել, որ լինի Ադրբեջան, բայց այնուամենայնիվ շեշտվում էր Ադրբեջանը, այս դրա դեմ եմ ուզում մեր ուշադրությունը սևեռել, շեշտվում էր Ադրբեջանը, այն պարագայում, երբ Ադրբեջանը ընդհանուր առմամբ թերևս 100 տարվա պատմություն չունեցող պետություն է, եւ չէր ասում, որ դա հայկական է, հայկականության հողի վրա է այդ ամեն ինչը եղել։ Քաղաքական տեքստ կար, այնտեղ չունենք աղվանած եկեղեցիներու մասին, աղվանած գրոնքի մասին, ինչպես կշահագործեն, ասիկան քաղաքական տեքստ գտնենք, ոչ մեկին չեն համոզեր, աշխարհը բոլորը գիտե, իսկ այս մեկ Ադրբեջան իսկապես ահագին օգտակոյտ այդ մեկը, ահագին, որ հայկական եկեղեցիներ չկան այստեղ աղվանած ժողովուրդ եղերը, ասիկ իրենց կորնեփած աշխարհը իրենց ասելով պատմությունը չի փոխվիր։ Մենք մեր մատներով Արդյոք մենք չենք շատ ապավինում մեր իմացած պատմական ճշմարտությանը, արդյոք մենք չպետք է այդ հարցերը բարձրաձայնենք, որ այլևս որևէ ռուսուղափառ եկեղեցուց կամ Ադրբեջանում գոյություն ունեցող որևէ հոգևորական չհայտարարի, որ դա ադրբեջանական ես կգարձեմ, որ ամենալավ ձևը, գիտեք, մեր եկեղեցին հիմա այլափոխված է ճշմարտաբար, դժվար է այսպիսի միջավայրի մեջ չոր բայկարիլ, որով եկեղեցու գլուխը հայոց առաքելական եկեղեցու, Սուրբ եկեղեցու գլուխը արդեն
չեմ գիտեր ինչքանով գծարայ մեր գրոնքի, մեր եկեղեցու, մեր երազներու։ Ես հասկացա, որ դուք սահուն անցաք Արշակ arczepiskopos Խաչատրյանի ասուլիսին, Առանց եւ որոնք են ձեր, այսպես ասած, եզրակացությունները Դե- այդ տևական ասուլիսից։ Այո, ես քարշանքով, զզրանքով, զազրանքով լսեցի։ Դեսեք, գիտեք ինչ հիշեցի Սոկրատեսի թադավարությունը, աշուտ 10 ճագերդի մեջ, բայց Արշակ arczepiskoposին ոչ ոք ցիկուտա չմատուցեց։ դեղ ոչ Պլատո գար, ոչ ճշմարտություն գար, լրիվ հագարակ բան էր։ Մի հատ փոքրիկ կորձագալ զզվանք, կաշանք, բայց գիտեք, դիգինատամյան շատ վտանգավոր է, դեկտեմբերի 10-ին ինչ որ պիտի գայանա, շատ վտանգավոր, ես կգարձեմ մեր եկեղեցու գլխուն շատ սև ամբեր կբդդվին, Ռուսաստանը իսկապես հիբրիդային պատերազմի դարածքը շատ մեծ ցուցած է, դեսեք հիմա, մշահից օրինակ Բոլսո Բադրիակի մասին խոսենք, Բոլսո Բադրիակը մենք չմոռանանք ինչ հայտարարեց, սա հոգու մեր սպարաբետն է, Գդրիչ է, գարիջ է, ես չգիտեմ ինչ է, այդ մարդուն գոչեցյալին գաթողոսին, հետո ես կուզեմ հիշեցնել այդ բադրիակին սպարաբետներ ինչ որ դաղափոխման միջոցներ կունենան, ես չեմ գիտեր հիմա Միշալյան այդ բադրիակը որն է, որ դեղափոխման միջոց պիտի դառնա գաթողոսի համար, եւ հետաքրքիր է, տեսեք լարվածությունը Նուրհան բադրիակի եւ գաթողոսի մեջ շատ սրված է, բայց հանգարց Նուրհան Բադրիակին հրավիրած է։ Ես կգարձեմ, որ Գդրիչը իսկապես լեգիտիմության յետև ինգած է։ Գուցե բոլոր իր գող կգաշե։ Այսինքն այդ Բադրիարքը, այդ եպիսկոպոսը, որ ներկա կգտնվի դեկտեմբերի 10-ի Սավետ կոչված եպիսկոպոսական ժողովին, մենք իսկապես հարցակային տակ կտնենք իրենց կրոնական գոչում, իրենց ասկային գոչումը թեպի երկբարակդում գերտա։ Դեսեք, այդտեղ թեմերգան, որ գնա թեմեր հանգարց անչադին Դիգին Աթամյան։ Շատ լուրջ օրինակ Ամերիկայի արևելյան թեմի դեղը բանը գա առաջնորդը գա հնարավոր է անչադվին։ Այսինքն Անցնեն Անտիլիասին։ Չէ, հանգարց անկախ բան դառնան։ Այսինքն իսկապես սպիրկը երկբարակդելու ստեղը խաղ աստեղ ռուսական։ Շատ լսկուշ պետք է դառնանք պետությունը, այսինքն կառավարությունը ինչպիտի բան պիտի ցերնարգե, կայեր պիտի ցերնարգե։ Հիմա եթե Արքիլե օրինակ ամսի 10-ի գսեն որ խոսքը դատությունը խանգարեց, կամ ինչ որ եպիսկոպոսական ժողովի քիթը գողեց։ Սկսենք նրանից, որ այդ ժողովը կարող է իսկապես չկայանալ, ելնելով այն հանգամանքից, որ ոչ բոլոր պատվիրակները գան եւ պարզապես քվորումի խնդիր լինի։ Այո, տեսեք հիմա ինչպես է, մոտավորապես ես ուսումնասիրեցի մոտ 50 եպիսկոպոս կա, որ մե 10-ն ընդհանրապես շատ ձերեր են, այսինքն առողջական հարցերով անպայման խնդիրներ կառաջանան, իսկ մյուս 10-ն որ հանդիպեցան Շաբեդի հետ, այսինքն ինչ կա զուգադիպություն է Պապի Թուրքիա քալե 1 օր առաջ, այսինքն դա ինչ որ քաղաքական երանգ կա մեծ այդ 10-ն չեմ մասնակցելու, մնացին 30 Իսկ եթե 30 են հիմա այսքան ժողովրդավար է Գդրիչը եւ չեմ գիտեր այսինքն որ քվորում պիտի փնդրե կամ քվորում պիտի չի փնդրե իր համար լեգիտիմությունն է կարևոր գայանա եւ ինչ որ երկբարակդում մտնե ես տեսեք մենք չմոռանանք որ ասկանի մոր առաջ Գաթողիկոսը Ռումինիայի թեմի առաջնորդ եւ ինչքան Նաթան Եսրպազանը մեկնած էին Հնդկաստան, մենք գիտենք Հնդկաստանի մեջ շատ մեծ գումար, ասինքն գալվածներ ունին, բաներ ունին, բարեփոխտաբար Հնդկաստանի մեջ գդրուկ օրենքներ կան, որ չես կնար ոչ վաճառել, ոչ դուրս անել, երևի իրենք ալ գսկան, որ որպեսզի Երուսաղեմի դեպքը կովերու պարտեզի չկրկնվի։ Այո, ճիշտ է այդպես, բարեփոխտաբար Հնդկաստան այդպեսի գդրուկ օրենքներ ունի, որ չես կնար շրջանցել կամ ցածկել վրա են Ես երբ կգարձեմ իրենք ինչ որ գրսան բոգել պիտի բոգեն ես կգարձեմ որ իրանք ալ համոզված են որ ասպիսի խայդարակ իրավիճակներով հնարավոր չէ մենք տեսանք Արշակ Տիվանամեդի զրույցը ոչ գիտության կհավատա ոչ երավաբար մարմիններուն կհավատա ինչին կհավատա չես գիտեր բոլորը սլախոս են ինքն է միայն ճիշտը տպավորություններ որ Աստծուն էլ չի հավատում հայ հոն արդեն այդտեղ է գետը Այդ գետն է, որ իրենք ինչ կրոնական, բիզնեսմեն մարդիկ են սրանք։ Չգիտեմ, բոլոր դեպքերում կարծում եմ ընդամենը 8 օր մնաց եւ մենք կունենանք այս մեր հարցի պատասխանը։ Շնորհակալություն այսօրվա համար։ Ես եմ շնորհակալ։ The Point-ի հատման կներեք, հենման կետի սիրելի ունկնդիրներ։
Ես ուզում եմ այնուամենայնիվ եզրափակել այսօրվա մեր աղորդումը եւս մեկ նրբերանգ ավելացնելով։ Մենք այստեղ քննարկում ենք ինչ-որ երկրի համար կենսական նշանակություն չունեցող հարցեր, կամ կենսական նշանակություն ունեցող հարցեր սոսկային առումով, որ այդ ամեն ինչը տեղավորվում է հիբրիդային պատերազմի շրջանակներում, եւ հիբրիդային պատերազմի շրջանակներում հաջողվել է հայ առաքելական եկեղեցու վերնախավահանել պետության ու բուն եկեղեցու դեմ։ Իսկ այս ընթացքում Ադրբեջանի նախագահի խորհրդականը Հիկմետ Հաջիևը ՆԱՏՕ-ում է հանդիպումներ ունենում, ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի բանակի համատեղ ռազմավարության մասին է քննարկումներ անում, հանդիպումներ է ունենում Եվրամիության հետ, տրիպում Եվրամիության ներգրավման առաջարկներ է անում։ Ուրեմն, ինչ է ստացվում։ Մենք դարձյալ ուշանում ենք մեր ճակատագրի տերը լինելուց։ Մտածեք այս երկրի մասին։ Այսօր այսքանը։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։ Կրկնեմ, սա ձեր հենման կետն է։ Շնորհակալ եմ։